Գրիգորյան։ Համեցեք։ Լռություն։ Հարգելի գործընկերներ, ելույթս կառուցել եմ Սահմանադրության 85-րդ հոդվածի համատեքստում, որը ուղղակիորեն սահմանում է, որ յուրաքանչյուր ոք օրենքին համապատասխան ունի առողջապահության պահպանման իրավունք եւ այս իրավունքը իրականում հանդիսանում է մարդու բնական իրավունքներից ամենակարևորագույն իրավունքներից մեկը եւ պատահական չէ, որ նույն Սահմանադրության 86-րդ հոդվածը ուղիղ պետության նպատակներից մեկը սահմանել է արդյունավետ եւ մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծում։ Հիմա կոնկրետ այս ոլորտում իմ դիտարկմամբ ինչպիսի խնդիրներ են առկա եւ կարծում եմ, որ այդ խնդիրներին անհրաժեշտություն կա ուշադրություն դարձնել եւ դարձնել պարլամենտական վերահսկողության օբյեկտ։ Առաջի խնդիրը վերաբերվում է ուրեմն առողջության համընդհանուր ապահովման շրջանակներում մենք գիտենք, որ սահմանվում են համավճարներ, այդ համավճարները առողջության համընդհանուր ապահովման մասին օրենքի համաձայն վերապահված է հիմնադրամի հոգաբարձությունների խորհրդին, բայց պրակտիկայում մենք ունենք իրավիճակ, երբ որ բժշկական հաստատությունները ինքնակամ, եթե չասեմ ինքնագլուխ, սահմանում են իրենց կողմից իրենց համար ընդունելի եւ ցանկալի համավճարներ, չնայած օրենքով սահմանված է, որ դրանք սահմանվում են հոգաբարձությունների խորհրդի կողմից։ Եվ նշեմ, որովհետեւ դրա մասին շատ հասարակության մեջ բողոքի ակցիա կա, որ այդ համավճարները օրենքով սահմանված կարգով չընդունվելու դեպքում երբեմն 200%-ով գերազանցում են հոգաբարձությունների խորհրդի կողմից սահմանված գները։ Երկրորդ խնդիրը վերաբերվում է նրան, որ համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրման արդյունքում բարձրացել են ծառայությունների վճարները։ Ինչու՞, որովհետև մասնավոր հիվանդանոցները ուշացում ունենալով ապահովագրական վճարները ստանալու առումով, այսինքն երբ որ փոխհատուցումները ուշանում են, այդ իրենց ֆինանսական բացը լրացնելու համար բարձրացնում են ծառայությունների գինը։ Մենք ստեղ մի կողմից ունենք խնդիր այն մարդկանց մասով, ովքեր չունեն ապահովագրություն, եւ այս համակարգը ներդնելու առումով տուժում են, քանի որ ստիպված են այսօրվա դրությամբ ավելի թանկ վճարել ծառայությունների համար, իսկ մյուս կողմից կարծես թե այս 200,000 դրամ եւ ավել վճար ստացող անձինք կրում են վնասներ անգամ այն պարագայում, երբ որ կարծես թե ապահովագրական վճարները պետք է ծախսերը փակեն ինչ առումով։ Տեսեք, գինը բարձրանում է ծառայության։ Ապահովագրությունը համաձայնվում է վճարել այդ գնի մի մասը։ Մյուս մասը խեղճ քաղաքացին ստիպված է վճարել իր գրպանից։ Դրան զուգահեռ վճարում են նաև ապահովագրական այդ վճարները։ Համակցության մեջ ստացվում է, որ գների բարձրացման ապահովագրական ընկերությունների կողմից վճարները կիսատ փոխհատուցելու պայմաններում քաղաքացին չի կարողանող արդյունավետ օգտվել այս ապահովագրական համակարգից, որովհետև կորուստը ավելի շատ է, իր պատկերացումները ավելի լավն էին, քան մինչև process-ը մտնելը եւ փաստացի ծախսեր կատարելը։ Հաջորդ խնդիրը վերաբերվում է նրան, որ բժշկական հաստատություններում բժիշկների կողմից կա բավականին լուրջ դժգոհություն այս համակարգը արդյունավետ աշխատելու տեսանկյունից, ինչու, որովհետև ինչպես նշվեց ելույթներում այստեղ եւ Տիկին Բադալյանի կողմից էլ այդ ելույթում այս միտքը հնչեց, ընդհանուր քաղաքացիների գոհունակությունը եւ տարբեր խավի ժողովրդի կողմից այս համակարգից օգտվելու խնդիրը, բայց ինչ ենք ունենում բժշկական անձնակազմի մասով։ Բժշկական անձնակազմի մասով մեծ ծավալի ծառայություններ են մատուցվում բժիշկների կողմից, այսինքն ծառայությունների ծավալը մոտավորապես 3-ից 4 անգամ ավելացել է, բայց չի ավելացել բժիշկների աշխատավարձը։ Բժիշկները աշխատում են մոտավորապես 200% ավել, քան աշխատել են,
Բայց մենք այստեղ ոչ միայն չունենք աշխատավարձի բարձրացում, այսինքն մենք ակնհայտ ոտնահարում ենք ինչ-որ չափով նաև բժիշկների իրավունքները եւ օրինական շահերը, այլ նաև սա պիտի հատուկ նշեմ, այն հիվանդանոցները, այն բժշկական հաստատությունները, որոնք ֆինանսավորվում էին 100% պետության կողմից, անգամ ուշացնում են իրենց բուժ անձնակազմի աշխատավարձները, ինչու, որովհետև մինչև ապահովագրական գումարները վճարելը պիտի ստեղծեն որոշակի ֆոնդ աշխատավարձները վճարելու համար, գումարները ուշանում են եւ համապատասխանաբար ուշանում են նաեւ հիվանդանոցային աշխատողների կամ ընդհանրապես բժշկական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձները։ Հաջորդը մենք կարծում եմ, որ խնդիր ունենք արտահիվանդանոցային եւ հիվանդանոցային համակարգի հարաբերակցության եւ արդյունավետ գործունեության տեսանկյունից, ինչու, որովհետեւ երբ որ ներդրվել է այս ապահովագրական համակարգը, բավականին բարդ պրոցես է թերապևտի, այսինքն ապահովագրական այդ ծառայությունները ստանալու առումով, ինչու հիերարխիկ բարդ համակարգ է նախատեսվել։ Հիվանդի համար պետք է դիմի իր բուժող բժշկին, ստանա համապատասխան ուղեգիր, ուղեգրի հիման վրա դիմի բժշկի, ստանա ծառայություն։ Պրոցեսը երկարատև է, շատ հաճախ հիվանդները չսպասելով անվճար բժշկական օգնություն ստանալու, քանի որ ժամկետի խնդիր կա, հրատապ է այդ բուժօգնություն ստանալը, ստիպված ոչ թե դիմում են արտահիվանդանոցային բժշկական օգնության, այսինքն պոլիկլինիկաներին, այլ միանգամից գնում են հիվանդանոցներ, դրա պատճառով ինչ ենք ունենում։ Համընդհանուր ապահովագրության սկզբունքը չի աշխատում այդ մեկ, եւ երկրորդը ինչը կարեւոր է, մենք հիվանդանոցներին ծանրաբեռնում ենք սարսափելի, դրա փոխարեն առանց աշխատանք են մնում կամ համեմատաբար նվազում է աշխատանքը պոլիկլինիկաները եւ կարծես թե պոլիկլինիկաները այս առումով արդեն սկսում են ոչ արդյունավետ աշխատել։ Սա բերում է պոլիկլինիկայում նեղ մասնագետների հաստիկների կրճատմանը։ Ինչու, որովհետեւ պոլիկլինիկան տեսնելով, որ հազիվ պահում է իր ընդհանուր բժշկական կազմին, սկսում է կրճատել նեղ մասնագետ բժիշկներին, օրինակ ինֆեկցիոնիստներին, որպես օրինակ բերեմ, ինֆեկցիոնիստները կամ հենց պոլիկլինիկան է կրճատում, կամ իրենք են գնում հիվանդանոցում փորձում աշխատանք գտնել։ Ստեղ մենք ունենում ենք առաջնային, այսպես ասած, գծի բժշկական հաստատությունների աստիճանական քայքայում, որը իհարկե համաշխարհային փորձով է ցույց է տալիս, որ ոչ արդյունավետ է, այսինքն դուք պիտի առաջնագիծը առնվազն պոլիկլինիկաներով բժշկական ապահովության դաշտում կարողանաս պահել։ Հաջորդ խնդիրը, ես ապահովագրության մասին այլևս չեմ ուզում խոսել, որտեղ որ խոսեմ ընդհանրապես չեմ տեղավորվի ժամանակի մեջ, ուզում եմ խոսել նաև միգրանտների սանիտարական գրքույկների մասին։ Մենք տեսնում ենք ինչքան միգրանտ ունենք Հայաստանի Հանրապետություն ու եկող։ Ու ինչքան այդ միգրանտները գալիս են առողջապահական տեսանկյունից ոչ բարվոք տարածաշրջաններից։ Առնվազն թոքախտի, տուբերկուլոզի մասով Հայաստանը ունի շատ լուրջ վտանգ, ինչու, որովհետև շատ հաճախ մենք ենթադրում ենք, իսկ փաստերով նաև գիտենք, որ միգրանտները աշխատում են ոչ օրինական հիմունքներով, առանց համապատասխան սանիտարական գրքույկների, կարծում եմ, որ այս ոլորտը պետք է շատ լուրջ հսկողության տակ վերցնել, իհարկե վերջերս սպասարկման ոլորտում, միգրանտների մասով սանիտարական գրքույկների պահանջը մտցվել է, բայց մենք փաստացիորեն 2-3 տարի բաց ենք թողել։ Եվ ես չգիտեմ տարիներ հետո, ինքս բժիշկ չեմ, իրավաբան եմ, բայց ենթադրում եմ, թե մի քանի տարի հետո մենք ինչ կարող ենք առնվազն տուբերկուլոզի մասով հիվանդության տարածում ունենալ, օրինակ բուհերում բոլորս գիտենք, ես ինքս էլ եմ դրան բազմաթիվ անգամ ենթարկվել, տարին մեկ անգամ շատ խիստ բոլոր դասախոսական կազմը անցնում է սանիտարական ստուգում, ունի սանիտարական գրքույկներ, որպեսզի տարբեր հիվանդությունների տարածումը կանխվի ուսանողների հետ շփման առումով, բայց միգրանտների մասով առնվազն մենք այս խնդիրը ունենք եւ ես կարծում եմ, որ այս ոլորտը, որպեսզի մեր հասարակությունը անվտանգ լինի, պետք է շատ խիստ հսկողության տակ վերցնել։ Պետք է նաեւ մեր կարծիքով հսկողության տակ վերցվի սահմանային բժշկական հսկիչ կետերը, որը կարծես թե
այլևս չեն գործում համենայն դեպս մեկնելով եւ հատելով սահմանը, ես այդ հսկիչ կետերը չեմ տեսել, մինչդեռ շատ արդյունավետ կլինի, որպիսի սահմանային կետերը սկսեն բժշկական աշխատել, առնվազն ջերմող սահման հատող ուղևորներին որոշակի ժամկետով սահմանափակվի վերջիններից տեղափոխումը, մենք դրա միջոցով մանավանդ եթե գալիս են օրինակ վտանգավոր տերիտորիա համարվող տարածքներից, առնվազն մենք հիվանդությունների տարածումը կկանխենք։ Եվ քանի որ այստեղ շատ խոսվեց նաև դեղերի դեղորայքի մասին, սրա առումով արդեն որպես իրավաբան երկու խնդրին կուզենայի, որպեսզի ուշադրություն դարձնեք, դա փորձաքննությունների, դեղերի գրանցման առումով փորձաքննությունների համակարգի թեթևացում եւ էժանացում, ինչպես նաեւ եթե արտասահմանյան հեղինակավոր արտադրող ընկերություններ են, որոնք ունեն համապատասխան սերտիֆիկատներ։ Ես թույլ եմ տալիս, որ դուք միտքը ավարտեք, որպեսզի ժամանակը արդեն ավարտվել է։ Սերտիֆիկատներ ունեցող խոշոր հեղինակավոր արտադրողների համար դեղերի գրանցումը ավելի հեշտացված կարգով, որովհետև մենք փոքր շուկա ենք եւ խոշոր արտադրողները այնքան միջոց եւ ժամանակ չեն ներդնի դրանք գրանցելու համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այժմ ելույթ կունենա Էդուարդ Աղաջանյանը, որից հետո մենք կանցնենք խմբակցության անունից ելույթի, առայժմ միայն մեկ խմբակցության անունից ելույթ